Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, պատրաստեք մեկ գավաթ թե եւ սուրճ միացեք իմ ալիքին։ Այսօր կտեսնենք ինչ նոր բաներ եմ գնել վերջերս, ահա սեղանին արկա է զարդեր, հագուստ, ճենապակի, կոսմետիկա, պայուսակ, այս ամենը միասին կնայենք ավելի մանրամասն քիչ հետո։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է։ Ասեմ, որ ես Լուսինեն եմ, ես զարդերի կոլեկցիոներ եմ, հիմնականում իմ կոնտենտները զարդերի մասին են եւ ես գիտեմ, որ շատերիդ հետաքրքրում է հենց զարդերը եւ մենք այժմ կնայենք զարդերը, քանի որ դա ամենահետաքրքիր եւ կարեւոր մասն է իմ կոնտենտի։ Դե գնացինք։ Ինչպիսի գեղեցկություն է մեր առջև սիրելիներ, եկեք մանրամասն նայենք ինչ կա չկա, որոշ զարդերի վրա ես երկար կանգ չեմ առնի, իսկ որոշների մասին մի փոքր կպատմեմ ձեզ, դե գնացինք։ Ինչից սկսեմ։ Սկսեմ հենց առաջին ականջողերից, այս ճոխությունից, սիրելիներ։ Ինչպիսի ճոխություն, շքեղություն։ Ականջողեր գեղցագինի, ահա այդպիսի անվանում եմ տվել ես այս ականջողերին։ Ականջողները մասիվ են եւ ունեն վոլյում։ Հիմա ավելի մանրամասն ուսումնասիրենք։ Սիրելիներ, ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այս շքեղագույն ականջողերի վրա, որոնք վինտաժային են, կլիպսներ են, ահա հետևի մասը։ Ունեն շատ գեղեցիկ բրաշիրովկա, կարծես ասեղնագործած լինի այս կլիպսները, արկա են միկրոմարգարիտներ, ինչպես նաև գունավոր կրիստալներ եւ կենտրոնական էլեմենտը խոշոր կանաչ նիֆրիտի գույնով էլեմենտ է, շատ գեղեցիկ մասիվ ականջողեր են, շատ ճոխ, իսկ դուք գիտեք, որ խոշոր չափսերի ականջողերը ավելի են փոքրացնում մեր ականջները։ Պարադոքս է, բայց դա իրականություն է, երբ ականջողերը փոքրիկ են, ականջները ավելի մեծ են երևում բնականաբար, իսկ երբ ականջողերը մեծ են, ինքնստինքյան մեր ականջները ավելի փոքրիկ եւ նրբագեղ են երևում, սա որպես դիտարկում ունեցեք սիրելիներ եւ երբեք մի խուսափեք խոշոր ականջողեր կրելուց։ Ահա այս շքեղությունը ձեր աչքի առջև, կարող եք եւս մեկ անգամ հիանալ, որպեսզի ես ցույց տամ հաջորդ կլիպսները։ Հաջորդ կլիպսները ես փորձեցի փնտրել ինտերնետային հարթակում, սակայն չգտա եւ գտա սրա նմանակ այլ կլիպսներ, որոնք Chanel-ի արտադրության էին պատկանում։ Այս կլիպսները պոչ Chanel կարելի է ասել։ Ահա այդպիսին են նրանք, գեղեցիկ, լոկանիկ, էլեգանտ, կենտրոնական խոշոր մարգարտե էլեմենտով եւ ունի բաց կանաչավուն շրջանակ, կարծես հյուսված կլինի շրջանակը, պերլամուտրային եւ մատվի երանգներով, կանաչ էմալով, ահա այդպիսին է այն, այսքանը կարող եմ ասել, դարձյալ կլիպսներ են, ահա հետևի հատվածը, եւ այժմ ցույց կտամ հաջորդ տիպ ականջողերը, սիրելիներս։ Հաջորդ ականջողերը, սիրելիներս, եւս կարելի ասել պոչ Chanel, որովհետեւ կարծես թվիդային կտոր լինի։ Հենց այս գույնից բաց կանաչավուն չեմ գտել, բայց գտել եմ այլ երանգներով ինտերնետային հարթակում, շատ ճանաչված եւ սիրված մոդել է, ահա այս թվիդային տարբերակը, քանի որ հիշեցնում է լյուքս, երբ կրում եք նման ականջողեր, ոչ մեկ չի կարող հասկանալ Chanel-ը թե այլ բրենդ է, քանի որ դա միայն առաջի հայացքից է թվում, որ լյուքս է, բայց դետալները չեն երևում, քանի որ գտնվում են հետևի մասում։ Ահա հետևի մասը, ինչպես տեսնում եք, չկա մարկիրովկա, բայց պարզ է, որ լավ բրենդ է այն կատարել, քանի որ շատ որակյալ զարդ է սա։ Ինչա դուր եկան այս ականջողերը, իմ ֆավորիտն են, գույնն էլ է շատ հաճելի, բաց միատայի գույնի կանաչ, շատ եմ սիրում այս կանաչը ես։ Ահա մյուս կանաչ ականջողերը, սիրելիներ, ինչպես տեսնում եք, կա կանաչ մուգ, էմալ եւ մարգարտե կենտրոնական էլեմենտներ, այստեղ արկա է եւ մարգարիտ, եւ էմալ, եւ ոսկեգույն մետաղ, բոլոր հաճույքները մեկ վայրում, կարելի է ասել, որ շատ շահեկան տարբերակ է, ամեն ինչի հետ կարող է սազել, քանի որ բնության մեջ կանաչը ամեն ինչի հետ է համադրվում, դեղինի, կարմիրի, կապույտի, դրա համար նկատի ունեցեք այս նյուանսը եւ մի խուսափեք կանաչ գույնից, սիրելիներ։ Շատ հաճախ, եթե չգիտեք ինչ հագնել, ապա նայեք բնության մեջ, որ գույներն են հաճախ հանդիպում, որոնք են ավելի ներդաշնակ եւ հագնվեք այդ գույների մեջ։ Իհարկե, թույլատրելի է միայն 3 գույնը, ավել չի հաճելի չի նայվում հագուստի մեջ։ Հաջորդ ականջողերը, սիրելիներ, լոկանիկ ոսկեգույն մետաղից մարգարտե կենտրոնական էլեմենտով ականջողեր են, այս մոդելները հաճախ հանդիպում են ոսկյա զարդերում։
Եվս մեկ փոքրիկ ականջողեր, որտեղ առկա է ոսկե գույնը եւ արծաթագույնը, օվալաձև գեղեցիկ փոքրիկ ականջողեր են դարձյալ կլիպսներ, սիրելիներ։ Ահա եւ հաջորդ փոքրիկ ականջողերը ոսկե գույն էլեմենտով եւ վարդագույն փոքրիկ նուրբ էլեմենտներով դարձյալ կլիպսներ են։ Ուզում եմ համեմատական կարգով համեմատել այս կլիպսների հետ, որոնք գնել էի նախորդ շաբաթ։ Կարծես առաջի հայացքից թվում է, թե նմանատիպ ականջողեր են, բայց մոդելը այլ է, նախ գունային գաման սամուք է, սա ավելի բաց է, այստեղ առկա է խխունջի կորոլային տարբերակը, իսկ այստեղ ուղղակի կարծես խխունջ լինի, եւ ուզում եմ համեմատենք չափսերը, սիրելիներ, սա միջին չափսն է, սա փոքրիկ, տեսեք, առաջի հայացքից թվում է, թե նույն ականջողերն է, բայց չափսը ինչքան բան կարող է փոխել, բացի մոդելը, բացի գունային գաման, ականջի վրա բավականին տարբեր են նայվում այս ականջողերը, թեպետ թեմատիկորեն կարծես նույն օպերայից են, բայց միևնույնն է, շատ տարբեր են նայվում։ Հիմա ցույց կտամ այս փոքրիկ ականջողերը, այս փոքրիկ ականջողերը, երբ փնտրում էի ինտերնետային հարթակում, գտա ճիշտ նույնից երկուսը, մեկը մարկիրովնի է շանել 1000 եվրոյից ավել էր, իսկ մյուսը առանց մարկիրովնի ականջողեր էր, առանց մարկայի, բայց վաճառողը գրել է շանել եւ գնահատել է, եւ ինչ եք կարծում, ազնիվ է դա, ես գտնում եմ ոչ, քանի որ եթե արդեն չկա մարկիրովկան, կապ չունի, լրիվ նույն ականջողներն են, նույն մոդելի, նույն չափսերի, արդեն մենք կարող ենք միայն ենթադրել, որ դա շանել է, պարոդիստի է, փաստ, որպես ֆակտ արձանագրված չունենք ոչ տուփը, ոչ դաջվածքը, բայց հավատացեք, ես իմ ձեռքում շատ զարդեր եմ ունեցել եւ կարելի է ասել, որ այս զարդը շատ որակով է պատրաստված, սիրելիներ։ Հիմա համանման իրավիճակի հետ ենք բախվում, այս նույն ականջողերից արտադրել է Պիեր Կարդեն, եւ ես գնել եմ վինտաժային խանութից, բուտիկից այս ականջողերը, սակայն բացակայում եմ մարկիրովկան եւ ես սա չեմ կարող հայտարարագրել որպես Պիեր Կարդենի ականջողեր։ Դրա համար համապատասխան արժեք եմ վճարել եւ բնականաբար, եթե լինի օրիգինալ տարբերակը, շատ ավելի ուրախ կլինեմ, եթե ոչ, կարող եմ կրել հենց այսպես։ Ականջողերը նույնպես վինտաժային են, կլիպսներ են, բայց բացակայում է մարկիրովկան։ Նույնը կարող եմ ասել այս այռուցիկների մասով, վագը եւ այռուց տարբերակը այլի արտադրել է Պիեր Կարդենը եւ շատ հայտնի բրենդներ։ Ես մեծ հաճույքով կրում եմ այս այռուց ականջողերը, շատ դուր են գալիս, իսկական այռուցիկներ։ Ընդհանրապես այռուցի ֆորմայով զարդերը շատ սիրված են ու պահանջված, քանի որ խորհրդանշում են արդարություն, խիզախություն եւ նաեւ գիտենք, որ այռուցը արքան է կենդանիների։ Այդ իսկ պատճառով նկատել եմ, որ վինտաժային շուկայում այռուցի տեսքով զարդերը շատ արագ են սպառվում, սիրելիներ, փաստորեն շատ կան այռուցների սիրահարներ, այսպես ասեմ։ Էլ ինչ ցույց տամ ձեզ, այս գեղեցիկ կամեյան, որը բրենդային է, իր օրիգինալ տոպրակով երբևիցե բացված եւ օգտագործված չի, կամեայի ռակուշկան, ասեմ, իսկական է, պլաստիկ չի, այլ խեցուկտորից է պատրաստված։ Արտասովոր բրոշներից է այս գեղեցիկ կապտականաչավուն երանգով բրոշը, որը արտադրված է Ճապոնիայում, պլաստիկից է, բայց գիտեք ինչ, երբ որ փորձեցի գտնել ինտերնետային հարթակում շատ բարձր գներով ինձ հանդիպեց, չգիտեմ ինչու, ոնց կարելի է պլաստիկի կտորը այդքան բարձր գնահատվել, բայց քանի որ ռետրո է, 60-ից 70-ականների բրոշ է, ճապոնական արտադրության, իսկ գիտենք, որ Ճապոնիայում շատ որակյալ զարդեր են պատրաստվել երբևէ եւ ունեցել են համապատասխան գներ։ Գույնը իրականում շատ ավելի գեղեցիկ է, այստեղ ավելի կապտավուն է երևում, բայց իրականում դեպի կանաչին խփող երանգ ունի։ Այս մյուս տերևը ուղղակի իմ ֆավորիտն է այսօրվա, նայեք ինչքան մեծ շքեղ տերև է, ցանց գործվածքով, լրիվ ռետրո է էլի 60-ից 70-ականները եւ շարֆի համար նախատեսված աքսեսուար է, բավականին խոշոր չափսերով, ով կպատկերացներ, որ հնարավոր է նման
խոշոր չափերով շարֆի աքսեսուար հանդիպել ինձ, երբևիցե այսքան մեծ չափսերի ինձ չէր հանդիպել, մոտավորապես 7 սանտիմետր կլինի, բայց չնայած իր խոշոր մեծ չափսերի ճչացող չի, քանի որ ցանց է այստեղ, լրիվ ոսկեգույն մետաղեթի տեղ չի, շատ օրիգինալ տեսք ունի և ռետրո ոչ կարող է հաղորդել ցանկացած լուքի, շատ հմայիչ աշխատանք է, առանձնապես շատ բան չկա այս զարդի մասին պատմելու ներկայացնելու, բայց անընդհատ ուզում եմ աչքս չկտրել, այդպիսի զարդ է։ Այս մյուս բրոշը ճիշտ նույնից արտադրել է Dior-ը, սա կոպիան է այդ բրոշի, չգիտեմ, կամ ռեպլիկը, համենայն դեպս վինտաժային տարբերակ է, շատ գեղեցիկ բրոշ է, կարելի է կրել պիջակի վրա, վերարկուի, ինչպես նաև շարֆի վրա և ունի ծանրություն, քաշ։ Հաճախ հանդիպող բանտերից ամենասովորական բանտ բրոշ 80-ից 90-ականներ դեպի այդ ժամանակահատվածը գնացող բրոշ, որը լավ է ոսկեպատված, ոսկեջրված, շատ գեղեցիկ է, ինձ էլի է հանդիպել այս բրոշից, ցավոք այստեղ մի փոքրիկ ցերկոնիկ պակասում է, բայց այդքան էլ չի երևում։ Եվս մեկ բանտ բրոշ, բայց ավելի փոքրիկ չափսերով, էլեգանտ լոկանիկ բրոշ, իսկ սա ավելի խոշոր է արդեն, ինչպես տեսնում եք, բանտերի սերիական թողարկում, ես հիմա սենց դնեմ իրար կողքի և դուք համեմատեք չափսերը, մեծ, միջին և փոքրիկ, ահա այսպիսին են նրանք, սա ավելի փայլուն է, բրաշիրովկա չունի, որի հաշվին ավելի փայլուն է նայվում, բայց երեքն էլ շատ էլեգանտ և գեղեցիկ բանտեր են, այս գեղեցիկ ծաղիկներով բրոշը, որը նույնպես այս սերիական բրոշներից թողարկել է Շանելը, շատ նուրբ ծաղիկներ են, կամեյան է հիշեցնում, Շանելի ծաղիկների խորհրդանիշը կամեյան է և շատ լավ է կատարված, ահա այսպես հետևի դաջվածքից հասկանում ենք, որ որակյալ բրոշ է, այս գեղեցիկ տերևը շատ գեղեցիկ դաջվածքով, ահա այսպես, և փայլուն աբե ծածկույթով քարերով, որոնք լույսի հետ փոխում են իրենց գույնը, դարձյալ շատ լավ կատարում է, հետևի մասից հասկանում ենք կրկին, որ որակյալ բրոշ է և ունի քաշ։ Այս փոքրիկ մինատյուրկա բրոշը ժադող, հիշեցնում է Dior-ի ժադող դուխին, արտադրվել է Yves ընկերության կողմից, փոքրիկ սիրունիկ բրոշ, որը կարելի է կրել նաև պայուսակի վրա, կոսմետիկայի վրա, շատ տարբեր կերպերով կարելի է այն կրել, գրպանի վրա հագուստի կամ այս թևի այս հատվածում և մի հատ, այո, մի տարբերակով ավելի գեղեցիկ է, քան երկու թևի վրա երկուսը լինի, շատ օրիգինալ կարող է նայվել իմ ասած տարբերակը։ Այս գեղեցիկ թռչնակը կարելի է ասել Птичка высшего полета, ահա այսպիսին է այս բրոշը, ունի 3D էֆեկտ և ինչ հետաքրքիր դաջվածք է, չէ, ամեն փետուրը դաջվել է և ավելի իրական պատկեր հաղորդել այս բրոշին, թեև առկա են կրիստալներ, բայց տեղին է, ասեմ ինչու, եթե փակենք կրիստալները, մնա միայն դաջվածքը, այդքան հետաքրքիր չէր նայվի այս բրոշը, բայց այսպես շատ գեղեցիկ է, շատ cute բրոշ է, ինձ շատ է դուր գալիս այս տարբերակը, էլի հանդիպել է ինձ այս բրոշից, բայց հավատացեք, ինչքան հանդիպի ես կգնեմ, որովհետև թռչնակներ ես շատ եմ սիրում, առանձնահատուկ սեր ունեմ թռչնակ բրոշների նկատմամբ և կարելի է կոլաժներ հավաքել, ստեղծել հագուստի վրա, ինչու ոչ, օրինակ այս գեղեցիկ թռչնակը այս տերևի հետ, թեկուզ հեռավորության վրա պարտադիր չի մոտ գտնվեն իրարից բրոշները, կամ թեկուզ այս ծաղիկի հետ դարձյալ գեղեցիկ է նայվում, այս բանտի հետ, ինչու ոչ, պարտադիր չի թեմատիկ լինեն բրոշները, ես հաճախ թռչունները հավաքում եմ թռչունների հետ, միջատները միջատների հետ, կամ այս թռչունի հետ կարող եմ վերցնել որևիցե արևածաղիկ տեղադրել, կամ զամբյուղ,
Ֆանտազիան կարելի է աշխատացնել եւ այս զարդերը իմ խաղալիքներն են։ Ես երբ որ տխրում եմ, սկսում եմ նրանցով խաղալ, բացեմ մի փոքրիկ գաղտնիք, հաճախ չէ, երբեմն։ Հիմա ես ցույց տամ ձեզ այս մյուս գեղեցիկ լոկանիկը հոշը, շատ էլեգանտ, որտեղ արկա են մարգարտե էլեմենտներ եւ ցերկոններ եւ կարծես ժապավենով բանտ հավաքած լինի։ Շատ էլեգանտ լոկանիկ փոքրիկ բրոշ, որը կարծում եմ շատերի ճաշակով է։ Եվս մեկ էլեգանտ բրոշ, ոչ պակաս, էլի հետաքրքիր է նայվում, կարծես էլի ժապավենի տեսք տված լինեն, լենտ լինի ինչ-որ եւ կենտրոնական խոշոր մարգարտե էլեմենտ, ցերկոններ, կարծես սերիական բրոշ 80-ականներին, 90-ականներին բնորոշ։ Ահա այսպես սիրելիներ։ Զարդերի մասով այսքանը։ Ես հաճույքով ձեզ ներկայացրեցի իմ վերջին նորությունները։ Հիմա կնայենք միասին ճենապակին, սիրելիներ։ Այս ճոխությանը հրաժեշտ տանք եւ անցնենք մյուս ճոխությանը, սիրելիներս։ Մենք իհարկե բոլորը սիրում ենք գեղեցիկ բաներ եւ տեսեք ինչ եմ գնել ես, ինչպիսի գեղեցկություն, ինչպիսի շքեղություն, c'est chic։ Գեղեցիկ աղամաններ են։ Հնարավոր է նաեւ այս տակդիրի վրայից հանել նրանց, բայց ես դա չեմ անի, որովհետև ես արդեն ունեմ իրենց առանձին տարբերակները, վաղուց էի գնել, ձեզ ցույց կտամ, բայց մինչ այդ ուսումնասիրենք ինչ կա այստեղ, փոքրիկ գեղեցիկ գտալիքներ աղի համար, կարապները Limoges են, ֆրանսիական հայտնի ընկերություն է Limoges-ը եւ շատ սիրված, ամբողջ աշխարհում փնտրում են եւ հավաքում Limoges-ից պատրաստված ճենապակին, լինի բաժակներ, ափսեներ, զարդատուփեր եւ զարդեր էլ կան Limoges-ից պատրաստված իհարկե, ես ճենապակուց զարդեր այդքան էլ չեմ սիրում, բայց կան նմանատիպ զարդեր էլ կան, ճենապակուց պատրաստված եւ գեղեցիկ ձևավորված։ Սա նախկինում իմ ունեցածն է, իմ ձեռք բերածն է, ահա նույնպես Limoges Ֆրանսիա, ոսկեպատված է, կարապը դրսից էլ, ներսից էլ եւ գեղեցիկ վարդագույն ճենապակ է, էմալապատ մարմին թևեր ունի։ Այստեղ ներսի հատվածը սպիտակ է, բայց այս մյուս կարապներինը ոսկեգույն է, ներսի հատվածը նույնպես, ահա այսպիսին են նրանք, մի փոքրիկ կարծես տարբերվում են այս մյուս կարապներից, չափսով գրեթե նույնն են, բայց դիմագծերով մի փոքրիկ տարբերվում են, այս հրավազիկը ավելի երկարավուն է։ Եվ ուզում եմ ձեզ ցույց տալ իմ սիրելի ափսեն 24 կարատանոց ոսկեպատման ծածկույթով, ինչպես տեսնում եք եզրերը եւ կենտրոնական հատվածը, ահա այստեղ այս ծաղիկների մեջ էլ կոնտուրները նույնպես այդ տեխնոլոգիան նույնպես ոսկեպատման տեխնոլոգիայով է արված եւ հետևի մասը տեսնում ենք, որ ճապոնական արտադրության է, ահա նշվում է եւս, որ 24 կարատ ոսկեպատման տեխնոլոգիա է կիրառված։ Սա կոլեկցիոննի ափս է ու կոչվում է Posh։ Այս ափսեները արկա են լինում կոմոդի վրա, որպեսզի երբ վերադառնաք տուն, արագ հանեք ձեր զարդերը եւ տեղավորեք ափսեի մեջ, նախքան զարդատուփի մեջ տեղավորելը։ Այդ նպատակով է արտադրվել նմանատիպ ափսեները, ինչպես նաեւ սուվենիր տարբերակ մի երկրից մյուսը տանելու համար եւ այժմ կոլեկցիոներների կողմից գնահատված եւ իրենց հավաքածուներում տեղ գտած սերիական ափսեներ են։ Այս մանր դետալները կարծես քարեր տեղադրված լինեն ափսեի մեջ, բայց այդպես չէ, ուղղակի շատ լավ գեղեցիկ մանրակրկիտ աշխատանք է արված, ձեռքի աշխատանք, դրա համար ունի 3D էֆեկտը եւ Ճապոնիայում էլ մինչեւ օրս արտադրվում են այսպիսի սերիական ափսեներ եւ բավականին թանկարժեք են եւ տուրիստները գնում են, իհարկե դեռևս շարունակվում է այդ ավանդույթը։ Ուղղակի այս գեղեցկությունը չէի կարող ձեզ ցույց չտալ եւ անտարբեր գտնվել։ Լավ, ինչևէ, հավաքեմ ես իմ աղամանները եւ հիմա ձեզ ցույց կտամ մեկ այլ գեղեցկություն։ Այսօր բոլոր գեղեցիկ բաները մեկ վայրում են։ Տեսեք ինչքան գեղեցիկ տրիո ունեմ, ապա նայեք, շատ գեղեցիկ,
էլի ոսկե պատված բաժակ է ափսեի հետ, տեսնենք ինչ է գրված, Բավարիա, ինչ շատ դուր է գալիս այս ոսկեգույն երանգը, կարծես ես ինձ թագուհի զգամ այս պասքից օգտվելով, երբեմն գիտեք ինչ, ես ունեմ սերիական բաժակներ, բավականին շատ, եւ ես տանը նստած հենց այս բաժակներով եմ օգտվում, խմում, այնպես չի, որ միայն հյուրերին եմ առաջարկում կամ էլ պահում եմ ուղղակի զուտ կոլեկցիա, ոչ, սիրելիներ, ես օգտագործում եմ նմանատիպ սպասք, եւ սա պարզապես վերջերս իմ ձեռք բերածն է, որը ուզեցա ձեզ ցույց տալ, այդքան շատ չեմ գնում, որովհետեւ այդքան շատ տեղ չունեմ, այս ամենը, այս փխրունությունը պետք է լավ պահպանել, առանձին պահպանել, պարզապես գնում եմ այն տարբերակները, որոնք ինձ շատ դուր են գալիս, ոչ միայն կոլեկցիայի նպատակով, այլ նաև օգտվելու նպատակով, օգտագործելու, որպեսզի ես ինձ զգամ թագուհի։ Դե իհարկե, ինձ թվում է, որ պահելը սխալ է։ Ինչ է սա, սիրելիներ, հիմա կբացատրեմ, բայց նախքան բացելը ցույց տալը, ասեմ, որ սա գնել ենք իմ պատվերների փաթեթավորման համար։ Այս ամենը ես պետք է օգտագործեմ ինչ որ պատվեր փաթեթավորելու ժամանակ։ Հիմա փորձեմ բացել, հավատացեք, որ դեռևս չեմ բացել, չեմ ուսումնասիրել, բայց գիտեմ ինչ է։ Այստեղից է բացվում, վերևից մկրատը բերեմ ու գամ։ Ահա, բացվեց։ Ուրեմն, ինչ եմ անելու ես, սիրելիներս։ Հիմա ձեզ բացատրեմ։ Վերցնելու եմ մոմը, վառելու եմ, ահա սրա մեջ գցելու եմ այս մի անգամ միասին կանենք։ Սրա մեջ գցելու եմ այս մի հատիկ մոմը, բնականաբար կրակի վրա այն հալվելու է եւ ես երբ որ հալվի այդ մոմը, ես սա պետք է լցնեմ ծրարի վրա եւ ծրարի վրա այս կնիկով պետք է դաջված կատարեմ, կնիկները մի քանիսն են, կարող եմ փոխել, օրինակ սա սրտով է, սա ուղղակի զարդանախշ է, հետաքրքիր բան է, կօգտագործեմ, կտեսնեք, բնականաբար, սա ուղղակի ցույց տվեցի։ Ահա, նկարի վրա երևում է ճիշտ այնպես, ինչպես ես ձեզ բացատրեցի, հերթականությամբ ցույց է տալիս, ինչ պետք է անել, հալեցնել, լցնել ծրարի վրա, հետո կնիկով փակել, ահա այսպիսի բան է ստացվում, սա հնում արվել է պալատներում թագավորների, իշխանների կողմից, ամեն թագավորություն, իշխանություն բնականաբար իր կնիկն է ունեցել, ահա այսպես, սիրելիներ, ուզում եմ ձեզ ցույց տալ իմ նապաստակի, իմ գուբիի մկրատը, այն մարդիկ, ովքեր վաղուց են ինձ հետ, գիտեն, որ ես նապաստակ ունեմ, ահա այսպիսի կլորիկ է, իր եղունգների չափսով, բայց շատ դժվար է, գիտեք, կուպի եղունգները կտրել, մինչև դու իրան ոտիկը բռնես, եղունգը բռնես, անցկացնես այս արանքը, ինքը փախչում է, սովորաբար ես գիտեք ինչով եմ կտրում, հիմա կզարմանաք, բերեմ դա էլ ցույց տամ, տեսեք ինչով եմ կտրում նապաստակիս եղունգները, իմ եղունգների, ակրիլիկ եղունգների համար նախատեսված մկրատով, բայց իրա համար գնել եմ իրա համար նախատեսված մկրատը, այսուհետև կփորձեմ դրանով կտրել։ Հիմա ցույց տամ ստելկաները, որակյալ, որոնք գնել եմ ամռանը արշավներ կատարելու նպատակով, տեղադրելու բոթասների, սպորտային կոշիկների մեջ եւ պարտադիր չէ արշավների համար, ճիշտ է, սա հարմարության համար է այս ստելկան, ավելի շատ, նաեւ նրանց համար, ովքեր խնդիր ունեն ոտնացածի հետ կապված, օրթոպեդները խորհուրդ են տալիս, ահա այսպիսի ստելկաներ, բայց ես սա հիմնականում դնում եմ սպորտային կոշիկների մեջ այն դեպքում, երբ պետք է գնանք արշավի եւ շատ պետք է քայլենք, սա թույլ չի տալիս, որ ոտքդ հոգնի, որտեվ ամորտիզե է անում, հարմարվում է ոտքիդ եւ շնչող տարբերակ է, իսկ սա առհասարակ պարտադիր չի գնալ արշավների, նոր ունենալ, ամռանը դե եթե հագնում ենք փակ կոշիկներ, սպորտային կոշիկներ, քրտնում է, տակդիրը հարկավոր է հաճախ փոխել, որպեսզի օդափոխվեն մեր կոշիկները։ Հիմա ցույց տամ, ինչպիսին են նրանք, շնչող տարբերակն է, ահա սա մի ոտքին է, հաճախ անհրաժեշտ է փոփոխել այս ստելկաները եւ հիմա նենց անուշ հոտ է ընկել տնով մեկ, երևի թե
այն նույն դեոդորանտի հոտը, որը ես գնել եմ հատուկ քրտնարտադրությունը նվազեցնելու նպատակով։ Հիմա ցույց կտամ դա նույնպես։ Ահա, այս նույն դեոդորանտի հոտը ունի։ Ճիշտ նույն հոտը ունի, ինչ որ այս ծելկաներինը սիրելիներ, ասեմ, որ պատանիների մոտ եւ տղամարդկանց մոտ քրտնարտադրությունը ավելի ուժեղ է եւ մի խուսափեք նմանատիպ դեոդորանտներ գնել ձեր պատանիների եւ ամուսինների համար, իսկապես 24 ժամ թարմ է պահում, ոդկը քիչ քրտնարտադրություն է ունենում եւ ընդհանրապես հոտ չի գալիս։ Եվ ալտերնատիվ տարբերակ կարող եմ ասել պրիսիպկան, սովորական փոշի պրիսիպկան, ինչը օգտագործում են երեխաների համար։ Սա ալտերնատիվ տարբերակ կարելի է օգտագործել, երբ այսպիսի ցանկացած փոշի, Ջոնսոնի կամ մի այլ բրենդի ցանում եք կոշիկի մեջ կամ ոտի տակի հատվածն եք քսում, որպեսզի քրտնարտադրությունը նվազի եւ շատ աշխատող տարբերակ է, ասեմ ձեզ, ցանկացած տիպի տալք կարող եք օգտագործել քրտնարտադրությունը կանխարգելու նպատակով, սիրելիներ։ Եվ քանի որ աղիք հանդիսացավ, սա բերեցի, մի լայֆհակ էլ ասեմ, եթե որևիցե փոշի ցանում եք ձեր մազերի արմատներին, վոլյումը կարող եք ստանալ, այն մարդկանց մազերը, ում մազերը նոսր են եւ վոլյում չունեն, կարող են օգտագործել ցանկացած փոշի, որպեսզի արմատներին ցանելով, տրորելով ինչ-որ վոլյում ստանան։ Ահա դրանցից մեկը, սիրելիներ, վոլյումի համար նախատեսված թիվ առաջին պրոդուկտը։ Կարող եք սրանից էլ առնել, մի փոքր, ահա այսպես ցողում եք, նայեք ինչքան քիչ է գալիս ինքը։ Տեսնում եք ինչքան քիչ է գալիս, բայց սա բավարար է, եթե մենք տրորենք մեր մազերի արմատներին, անմիջապես վոլյում է տալիս մազերին։ Իմ մազերը այդ խնդիրը չունի, բայց ես փորձել եմ, իմ դեպքում նույնպես սա աշխատող տարբերակ է։ Եվ գույն չի թողնում մազերի վրա, կարող եք չվախենալ, ընդհանրապես ոչինչ չի երևում, սիրելիներս։ Սա էլ փոքրիկ դիտարկում կարող եք ունենալ ձեր համար։ Ու մի բան էլ ասեմ, կենդանիներ պահողները կարող են կենդանիների, թաթիկների, տոտիկների այս ափերի ներսում քսել այս Ջոնսոնի փոշի տարբերակը, որտեղ երբ մենք նայում ենք մեր նապաստակի խնամքի միջոցները, բերում էր, գուգլում էինք, բերում էր այս տարբերակը նույնպես, թեպետ ինքը ունի շամպունները, որոնք նույնպես ունեն տալք էֆեկտ, այսինքն մաքրում են, խնամք են կատարում, չոր մաքրում են կատարում, այսպես ասած, դա էլ երևի կարող եմ բերել ցույց տալ, հիմա կնայեմ, եթե գտնեմ։ Ահա, սա է նրա խնամքի միջոցը, իմ նապաստակի, անիմալ կենդանի է նշանակում ֆրանսերենով, ահա, այստեղ նշված է շամպուն կենդանիների համար, փրփուր է ավելի շատ։ Սա էլ իմ նապաստակի խնամքի միջոցը, նա նույնպես անտեսված չի մեր կողմից։ Անպայման պետք է խնամել կենդանիներին, միայն կերակրելը, տաքացնելը բավարար չէ, պետք է նրանց հիգիենայով նույնպես զբաղվել, սիրելիներ։ Ինչ մնաց այստեղ, հիմա կնայենք միասին կոսմետիկ միջոցներ, այնուհետև պայուսակը եւ հագուստը, սիրելիներս։ Նոսիբեից գնել եմ այս գեղեցկություն, այս չքնաղագեղ նաբորը, բյութի նաբոր, շատ գեղեցիկ էլեգանտ բանտով։ Հիմա տեսնենք ինչ կա ներսում։ Ինչպիսի գեղեցկություն։ Ահա թե ինչ։ Այս նաբորը ներկայացնելու կարիք չկա, շատերին է ծանոթ, պարզապես ցույց կտամ այն գույները, որոնք առկա են այս նաբորում։ Ահա թե ինչ, ինչպիսի գեղեցկություն։ Բոլոր գույների պալիտրաները կա այստեղ։ Տեսեք ինչքան շատ գույներ կան, բոլոր գույները այստեղ առկա են, իրենց երանգներով, կանաչը իր երանգներով, կապույտը իր, դարչնագույնը իր, մանուշակագույնը, նյուդային գույները, բոլորը առկա են, բոլոր գույները ըստ ճաշակի, ըստ տրամադրության կարելի է օգտվել, այնպես չէ, սիրելիներ, լավ պալիտրա է, գունագեղ։ Սա այսպես, Նոսիբեն շատ աղատաձեռն է իր պրոբնիկներով, տեսեք ինչքան պրոբնիկներ է ինձ նվիրել,
իրենց նոր կրեմների ռոբնիկները։ Սա ես արդեն գնել եմ որպես հայլայթեր, հիմա ցանեմ ձեռքիս վրա և նայենք։ Ահա այսպես, սա կարելի է ոչ միայն այտերին քսել, այլ նաև պարանոցի հատվածում, որովհետև փայլը այդքան էլ ուժեղ չէ, մի փոքր մատովի երանգ ունի, ինչը լավ է և շատ անուշ հոտ, բայց հիմնականում այս դիզայնը ինձ դուր եկավ և գնեցի աղջնակիս համար։ Նոսիբեի նոր պարֆյումը, այստեղ կա նաև սկանդալը և այս մյուս ռոբնիկը, բոլորիդ ծանոթ այն մեծ կոշիկ օծանելիքը, որ գնում ենք Sephora, առաջի հայացքից ուշադրությունը որ դուխիներն են գրավում, այն պարֆյումները, որոնք տեսանել են և ճոխ չէ, սկանդալի ոտքերով ֆլակոնը և այս մեծ կոշիկ ֆլակոնը անմիջապես աչքի են ընկնում։ Դե ինչ, կոսմետիկայի մասով այսքան։ Ինչ եք կարծում, ես ոնց կարող էի չգնել այս պայուսակը, մենք այն գնեցինք միասին Zara խանութից։ Այս պայուսակը ինձ հիշեցնում է զամբյուղ, կարծես հյուսված զամբյուղ լինի, շատ անուշ բորդո երանգ է, ինձ շատ դուր եկավ, ճիշտ է պայուսակներ շատ ունեմ, բայց չկարողացա չգնել, բերի չեմ մյուս պայուսակներից, այստեղ կարծես ծալված լինի։ Ես սիրում եմ, որ անպայման շղթայով պայուսակը կոճկվի, ես ինձ անապահով եմ զգում, երբ շղթա չի լինում, Zara-ի պայուսակների մեծամասնությունը չունեն շղթաներ, ես դրա համար ընտրեցի հենց այս տարբերակը, քանի որ լոկանիկ է, չունի մետաղական ոչ մի դետալ, պարտադրողական չի, կան պայուսակներ, որոնք ունեն ոսկեգույն դետալներ, սպիտակ, արծաթագույն կամ սև դետալներ, բայց այս պայուսակի օրիգինալությունը հենց նրանում է, որ չունի մետաղական ոչ մի դետալ։ Շտրիխ կոդը, ահա, ցանկության դեպքում կարող եք պատվիրել, M-ը կա, L-ը կա այս նույն մոդելից, L-ն էլ արժի նույն գինը, բայց շատ մեծ է չափսերով և անհարմար, այս չափսը ամենահարմարավետն է, միջին չափսը, հիմա կնայենք ինչ կա ներսում, սիրելիներ։ Ճիշտ է, ոսկեգույն է շղթան, բայց չի երևում, քանի որ ներսի հատվածում է, դեպի ներս է ծալված, դրա համար չի երևում շղթան, այդ իսկ պատճառով ես ասացի, որ դետալներ չկան ոսկեգույն կամ արծաթագույն, այստեղ ներսում ընդամենը մեկ գրպան և մեկ տեղանի է, ես ավելի շատ եմ սիրում մեկ տեղանի, արագ եմ գտնում ինձ ինչ որ պետք է քանքանդեմ հերթով, գերադասում եմ մեկ տեղանի պայուսակներ և եթե պայուսակի ներքևի հատվածում տեղադրված են այսպիսի պաշտպանիչ մետաղական կնոպկաներ, ուրեմն այդ պայուսակը լավ է կատարված, որովհետև ամենաշուտ վնասվող մասերը այս եզրերն են, պայուսակներ գնելուց ուշադրություն դարձրեք այս 4 եզրին, բայց քանի որ կա արդեն պաշտպանիչ կոճկամներ ասեմ, հա երևի, դա պահպանում է այնքանով, որ այս եզրերը չի հարվում ինչ-որ մակերևույթին։ Ամենաշատ տուժող եզրերը այս տակի 4 անկյուններն են, կամ հարվում է այս մասերը, կամ գունաթափվում, դրա համար, եթե արկա են կոճկամները, ուրեմն շատ լավ է պատրաստված տվյալ պայուսակը, սիրելիներս։ Բալետկաներ, սիրելիներ, կաշվից, հագեցած կանաչ գույնի, շատ անուշ գույն ունի, հիմա կհագնեմ կնայենք միասին, այս գեղեցիկ թիշորթը Nike-ից, բնականաբար իմ համար չէ, բայց ցույց կտամ ձեզ կախած վիճակում նույնպես, սովորական թիշորթ, բամբակյա կտորից, հով թեթև ամառային թիշորթ, այսքանը կարող եմ ասել, առանձնապես շատ բան չկա թիշորթի մասին խոսելու, հետևի մասը լրիվ հարթ է, առանց գրառումների, ահա այսպես, ինձ համար գնել եմ ամառային սպիտակ թիշորթ, CA-ից, ընդհանրապես ես միատոն եմ գերադասում, բայց այս անգամ գնեցի ծաղկավոր տարբերակը, ինչու, քանի որ այսպիսի ապլիկացիաներ ես արել եմ իմ թիշորթերի վրա երիտասարդ տարիներին,
երբ ուսանող էի խորհրդային Հայաստանում, չկար մեծ վիբը տեսականի, մի քանի հատ գտնել էի կոմիսիոնկաներից գունավորը գունագեղձի շորտեր բավականին թանկ 1000 ռուբլով, երբ որ մարդու աշխատավարձը 700-ից ամենաբարձրը 1000 ռուբլի էր, այսպես ասեմ, ովքեր ապրել են Հայաստանում խորհրդային տարիներին, գիտեն կոմիսիոնկաների գները, բայց մի քանիսը բավարար չէր եւ որպեսզի փոխնեպոխ հագնեի, ես գնում էի խանութներից բազիկ գլատկի հարթ տարբերակը եւ ինքս կատարում ապլիկացիաներ եւ ինձ հիշացրեց այդ տարիները, մտովի հետ գնացի եւ այս ուրախ թիշորտը գնեցի, շատ կային ապլիկացիաներ CA-ում, տարբեր վարիացիաներով, ինձ սա դուր եկավ, ահա շտրիխ կոդը կարող եք դուք էլ գնել, բիո էկո բամբակ է, շատ նուրբ մանրաթելերով եւ շատ հաճելի մաշկի համար, Լաֆայետից վերջերս գնաց թիշորտը այնքան կոշտեց, քանի որ վերամշակված բամբակներից են կարում, իսկ սա ավելի փափուկ է, շատերը թերագնահատում են CA-ն, բայց իզուր CA-ի տրիկոտաժը շատ փափուկ է, կարելի է օգտվել։ Oversize հայացնելու նպատակով մեծ չափսն եմ գնել, կհագնեմ, հիմա կտեսնեք սիրելիներ։ Հետևի մասն էլ ահա այսպիսին է, շատ նուրբ բամբակ է, էկո բիո բամբակ, հաճելի մաշկին մարմնին, կարող եք օգտվել։ Այ այսպիսի բազիկ մեշկավինա հիշացնող լյոնից Esmara բրենդի շալվարիկ, հով թեթև ամառային բազիկ տարբերակ, շնչող կտորները միշտ շահեկան են սիրելիները, մի խուսափեք այսպիսի շնչող կտորներից, ճիշտ է խնամք է պահանջում արտուկել, շուտ լվանալ, բայց շատ կարևոր է, երբ որ նյութերը հագուստի շնչող են լինում։ Սա էլ շորտ է, H&M-ից եմ գնել, ամառային ուրախ գույների մեջ, գրպաններով եւ նույնպես գեղեցիկ, ուրախ, պայծառ այս կիսաշրջազգեստը, հիմա կհագնեմ, կնայեք սիրելիներ, չեմ կախի, կհագնեմ, կնայեք, 30 եվրոից դարձել է 16 եվրո, ամռան ընդառաջ H&M-ը արդեն փոքր քայլերով գնում է դեպի մեծ զեղչեր, դե հիմա կցուցադրեմ եւ կավարտեմ այս վլոգը, ձեզ շատ չձանձրացրեցի, հուսով եմ։ Դե ինչ սիրելիներ, այսքանով ավարտում եմ իմ գեղեցիկ վլոգը, կարծում եմ ձեզ կարողացա հետաքրքիր եւ սիրուն բաներ ցույց տալ։